Բարև։ Եթե տանը կատու ունեք, ապա հաստատ նկատած կլինեք, թե ինչպես է կենդանին երբեմն քարանում, բացում բերանն ու մռութի այնպիսի արտահայտություն ընդունում, կարծես ահավոր թթու բան կերած լինի։ Այս տարօրինակ ծամածառությունը, որ այդքան սիրում են տեսանկարահանել կատուների տերերը, իրականում ոչ թե ծիծաղելի զավեշտ է, այլ հնագույն կենսաբանական մեխանիզմի մի մասը։ Այն թույլ է տալիս փիսոներին բառացիորեն համտեսել հոտերն ու կարդալ այլ կենդանիների թողած թաքնված հաղորդագրությունները։ Կատուները բնածին հետազոտողներ են, ու աշխարհը նրանց համար լի է գաղտնիքներով, որոնք հասանելի չեն մարդուն։ Կատուների սուպեր կարողություններից մեկն այսպես կոչված ֆլեմենի ռեակցիան է, երբ կատուն ինչ-որ առանձնահատուկ բան է զգում, լինի դա այլ կենդանու թողած նշան, տիրոջ հագուստին այլ մարդու կամ անգամ օծանելիքի հոտ, նա բարձրացնում է վերին շրթունքը, բացում բերանն ու մի քանի վայրկյանով քարանում։ Այդ պահին նա ոչ թե ուղղակի հոտոտում է, այլ վերլուծում է օդը հատուկ սենսորային օրգանի կամ Յակոբսոնի օրգանի միջոցով։ Այս զարմանալի գործիքը գտնվում է քիմքում ու գործում որպես ֆերոմոնների դետեկտոր։ Ֆերոմոնները քիմիական ազդանշաններ են, որոնց միջոցով կենդանիները միմյանց հետ կիսվում են ինֆորմացիայով։ Հոտերն առաջացնող մոլեկուլները փոքրիկ ծորաններով թափանցում են օրգանի մեջ ու փոխազդում հատուկ ռեցեպտորների հետ, թույլ տալով կատվի ուղեղին վերծանել ինֆորմացիան ու հասկանալ, օրինակ, թե ինչ կենդանի է անցել մոտակայքով, ինչ տրամադրություն ուներ եւ արդյոք պատրաստ է շփվել։ Հետաքրքիր է, որ մարդիկ նույնպես ունեն նշված օրգանի մնացուկային տարբերակը, սակայն ի տարբերություն կատուների, մենք այն գրեթե երբեք չենք օգտագործում։ Իսկ կատվազգիների, ձիերի ու անգամ որոշ սողունների համար սա հաղորդակցության կարևորագույն գործիք է։ Այնպես որ, երբ ձեր կատուն հաջորդ անգամ տարօրինակ ձևով ծամածռի մռութը, իմացեք, նա բառացի կարդում է աշխարհի այն անտեսանելի հաղորդագրությունները, որոնք մենք անկարող ենք զգալ։ Մասնավոր ընկերությունները գրոհում են լուսինը փոփոխական հաջողությամբ։ Օրինակ Firefly Aerospace ընկերության Blue Ghost մոդուլը օրերս հաջող վայրեջք կատարեց լուսնի ճգնաժամերի ծով կոչվող տարածքում, վերահաստատելով լուսնի ուսումնասիրությամբ զբաղվելու մասնավոր բիզնեսի իրավունքը։ Սակայն ոչ բոլորի բախտն է այդքան բերում։ Intuitive Machines ընկերության IM2 Athenas մոդուլը, չնայած հաջող վայրեջքին, ժամկետից շուտ է ավարտել իր առաքելությունը, պատճառը վայրեջքի անհաջող կետն էր ու կողաշրջվելը։ Սա ընկերության համար երկրորդ դեպքն է, երբ սարքը վայրեջքի ընթացքում կողաշրջվում է։ Աթենասի մարտկոցները ամբողջությամբ լիցքաթափվել են, իսկ սարքի դիրքի պատճառով արևային մարտկոցները չեն կարող լիցքավորվել։ Աթենասի թռիչքը լուսին մեկնարկել էր 2025 թվականի փետրվարին NASA CLPS ծրագրի շրջանակներում։ Այն պետք է լուսին հասցներ տարբեր ընկերությունների օգտակար բեռներ։ Դրանց թվում էր լուսնի գրունտի ուսումնասիրության համար նախատեսված Prime 1 հորատման կայանքը, Yaoki եւ MAPP լուսնագնացները, Nokia-ի ստեղծած կապի էքսպերիմենտալ համակարգը, փոքր դատա կենտրոն եւ միկրոնովայի ցատկող մոդուլը։ Մարտի 6-ին Աթենասը վայրեջք կատարեց Մուտոն լեռան տարածքում, բայց ոչ ճշգրիտ այնտեղ, ուր պլանավորված էր։ Սարքը հայտնվել էր նախատեսվածից 250 մետր հեռավորության վրա խառնարանի մեջ։ Հետագայում պարզվեց, որ մոդուլը նաև կողաշրջվել է։ Ամենատխուրն այն է, որ օգտակար բեռը բացարձակ չէր տուժել։ Սարքերը աշխատում էին, քանի դեռ կար էներգիա, սակայն մոդուլի դիրքը, ցածր ջերմաստիճաններն ու արդյունավետ լիցքավորման անհնարինությունը բերեցին Աթենասի վախճանին։ Այժմ ինժեներները հույս ունեն, որ IM1-ի եւ IM2-ի հետ կապված անհաջողությունները թույլ կտան ապագա առաքելություններում խուսափել սխալներից։ Ընկերության հաջորդ սարքը IM3-ը լուսին կուղևորվի 2026 թվականին, իսկ IM4-ը կփորձի կրկին վայրեջք կատարել լուսնի հարավային բևեռում 2027 թվականին։ Մարդկությունը կարողացել է կարկատել Անտարկտիդայի օզոնային խոռոչը։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սառցե մայրցամաքի վրա օզոնի կոնցենտրացիան սկսել է վերականգնվել 2018 թվականից, ու պրոցեսի կեսից ավելին կապված է ոչ թե բնական տատանումների, այլ կործանարար քիմիական նյութերից մարդկանց հրաժարվելու հետ։ Դա հնարավոր է դարձել բնապահպանական ոլորտում ամենահաջողված միջազգային համաձայնագրի՝ Մոնրեալյան արձանագրության դրույթների պահպանման շնորհիվ։ Օզոնի շերտի վերականգնմանը հետևելը բավականին բարդ էր։ 2020 թվականին Ավստրալիայում մոլեգնող զանգվածային հրդեհները մասնիկների ահռելի քանակություն էին նետել մթնոլորտ, իսկ 2022 թվականին Հունգա, Տոնգա, Հունգա, Հապայ, ստորջրյա հրաբուխն արտանետեց ջրային գոլորշու հսկայական ծավալներ։ Այս իրադարձությունները բերեցին օզոնի կոնցենտրացիայի լոկալ նվազման ու բարդացրին տվյալների վերլուծությունը։ Օզոնային շերտի վերականգնման մեջ մարդու ներդրումն առանձնացնելու համար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կիրառել են այսպես կոչված մատնահետքերի մեթոդը։ Նրանք համեմատել են արբանյակային դիտարկումների տվյալները բարդ մոդելավորման արդյունքների հետ, որը հաշվի է առնում մթնոլորտում գազերի կոնցենտրացիայի 19 տարբեր սցենարներ։
Պարզվել է, որ չնայած բնական աղետներին, օզոնը կայուն վերականգնվում է հատկապես վերին ստրատոսֆերայում։ Մոնրեալյան արձանագրությունը ոչ միայն փրկել է օզոնի շերտը, այլև անսպասելիորեն օգնել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիդրոքլոր ֆտորածածինների խիստ վտանգավոր ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը ավելի արագ է տեղի ունենում, քան պլանավորվում էր։ 2021 թվականից դրանց կոնցենտրացիան մթնոլորտում կայուն նվազում է, իսկ դա նշանակում է, որ միջազգային համագործակցությունը իրոք իզորու է դրականորեն փոխել բնապահպանական իրավիճակը։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը Ռոբերտ Զեմեկիսի «Կոնտակտն» է, հիմնված հռչակավոր աստղաֆիզիկոս Կարլ Սագանի գրքի վրա։ Սա ոչ թե ուղղակի պատմություն է այլմոլորակային գիտակցության հետ կոնտակտի մասին, այլև խորը փիլիսոփայական ֆիլմ հավատքի, գիտության, մարդկային հետաքրքրասիրության ու ճշմարտության որոնման մասին։ Ջոդի Ֆոստերի մարմնավորած գլխավոր հերոսուհին դոկտոր Էլի Էրոուեյը աստղաֆիզիկոս է, ով աշխատում է այլմոլորակային գիտակցության որոնման սետի ծրագրում։ Փոքրուց նրա կիրք աստղերն են ու այլ աշխարհներից եկող ռադիոազդանշանները։ Երկար տարիների հետազոտությունների ու ֆինանսավորման համար պայքարի արդյունքում Էլին ու իր թիմը ազդանշան են ստանում երկրից 26 լուսատարի հեռավորության վրա գտնվող Վեգա համակարգից։ Պարզվում է ազդանշանը կոդավորված հաղորդագրություն է բարդ մեխանիզմի գծագրերով։ Դա ահռելի տրանսպորտային միջոց է, որը հավանաբար նախատեսված է մեկ մարդու Վեգա ուղարկելու համար։ Ֆիլմը հանդիսատեսի հետ քննարկում է գիտության ու կրոնի հետ կապված կարևոր հարցեր։ Կոնտակտի առանցքային կերպարներից Մեթյու Մքոնիհի մարմնավորած կրոնական փիլիսոփա Փալմեր Ջոսը բանավեճի մեջ է մտնում Էլիի հետ։ Արդյոք հնարավոր է Աստծո գոյությունն ապացուցել նույն կերպ, ինչպես այլմոլորակայինների գոյությունը։ Էլին հավատում է միայն նրան, ինչ հնարավոր է գիտականորեն ապացուցել, սակայն շուտով նա բախվելու է երևույթների հետ, որոնք դուրս են գալիս ապացուցելիության սահմաններից։ Կոնտակտը գիտաֆանտաստիկ ֆիլմի հազվագյուտ օրինակ է, որում շեշտը դրված է գիտության ու փիլիսոփայական հարցերի ռեալիստիկ պատկերման վրա։ Խորը կերպարների, հիանալի դերասանական խաղի ու ուժեղ երկխոսությունների շնորհիվ Կոնտակտը նաև հզոր դրամա է, իսկ վիզուալ էֆեկտները տպավորիչ են անգամ այսօր։ Սա ֆիլմ է, որը ստիպում է մտորել։ Այսօրվա համար այսքանը։ Առայժմ